Ադրբեջանի վարքագիծը չի փոխվել, այն ինչ մենք տեսնում ենք խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարություններից հետո նոր գործելավոճ չէ։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Նա ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել պայմանագրի ստորագրման վերաբերյալ բոլոր գործընթացները, սակայն ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել դրան։ Պայմանագրի համաձայնեցված կետերից մեկն այն է, որ դրա ուժի մեջ մտնելուց հետո կողմերը չպետք է սահմանին երրորդ երկրի ուժեր տեղակայեն։ Պարույր Հովհաննիսյանն անդրադառնալով այդ հոդվածին նշել է. Խոսքը չի գնում միայն հետքաշման, խոսքը գնում է նաև ապագայում հնարավոր ուժերի մասին։ Այդ առումով իհարկե տարբեր սցենարներ հնարավոր է։ Խոսքը գնում է երկու ստեկ բացառել երրորդ կողմի ուժերի ներկայությունը սահմանի վրա։ Միայն դա է կետը։ Փոխարտգործնախարարը նաև նշել է, որ Ադրբեջանը միշտ պրովոկացիաների է դիմել ու բարդություններ ստեղծել, այն ժամանակ, երբ հայկական կողմը քայլ առաջ է արել բանակցային գործընթացներում։ Նա նաև նկատել է, որ 58 երկիր եւ 10 միջազգային կազմակերպություն ողջունել են այդ գործընթացը։ Այնուամենայնիվ հայկական կողմը չի կարող որևէ երաշխիք տալ, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո իսկապես լինելու է խաղաղություն։ Այդ դեպքում ո՞րն է լինելու միջազգային կառույցների անելիքը։ Հովհաննիսյանի խոսքով Միջազգային ինստիտուտները այնտեղ են, թե ՀՀԿ-ն, թե ՄԱԿ-ը, ինչպես նշեցի, թե այլ ձևաչափերը։ Դա ընդունված կետ է տարբեր համաձայնագրերում, եւ որ երկու կողմերը քննարկում են այդ խնդիրները եւ խնդիրների չլուծման դեպքում կալ այլ միջոցներ, թե միջազգային դա նոր նշեցի միջազգային կազմակերպություններն են, դատականացիաներն են եւ այլն։ Այսինքն դրա գործիքակազմը միշտ էլ մնում է յուրաքանչյուր կողմի օգտագործման նահատության տակ։ Դիտարկմանը, թե վերջին շրջանում Ադրբեջանի գործողություններն ու հայտարարություններն ավելի ագրեսիվ են դարձել, Հովհաննիսյանը հիշեցրել է, ադրբեջանական կողմի նման գործելավոճը նորություն չէ, դա եղել է թե անցած, թե նախանցած տարիներին։ Պարույր Հովհաննիսյանը նաև նշել է, որ Հայաստանը գործակցում է բոլոր այն երկրների հետ, որոնք կարող են նպաստել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Վերջերս այդ թեմայով հայկական կողմը խոսել է նաև Ռուսաստանի հետ։ Պարույր Հովհաննիսյանը նշել է. Արտգործնախարարների հանդիպումից հետո պայմանություն ձեռք բերվեց շարունակել խորհրդակցությունները եւ դա տեղի ունեցավ։ Իսկ այս հարցին դեռևս պատասխան չունեմ, ուղղակի կարող եմ ասել, որ մենք բոլոր գործընկերների հետ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախապայմանին, փոխարտգործնախարարը նշել է, որ պատրաստ են քննարկել բոլոր առաջարկները, սակայն դա հիմնականում կախված է խաղաղության գործընթացից։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։